Բարև ձեզ, սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մինչև հիմա մեզ կյանք տվեց, առողջություն, հնարավորություն գալու իր ոտքերի մոտ, Աստծո ոտքի մոտ եւ սուրբ լույրենից, թող մեզ ընդունող սիրտ տա եւ ընդունող միտք, որպեսզի մենք կարողանանք իրագործել մեր կյանքում, եւ թող Սուրբ Հոգին մեզ բացատրի այն, ինչ որ Աստված տվել է իր սուրբ գրքում, Հիսուսի անունով, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է մեծ պայքար, այսքան պայքար Աստծո եւ իր թշնամի սատանայի դեմ, որը իր ամենազորեղ հրեշտակն էր եւ որը որոշեց ապստամբել Աստծո իշխանության դեմ։ Այսօր արդեն հասել ենք 3-րդ դասին եւ այն կոչվում է լույսը փայլում է խավարի մեջ։ Հիշելու համարն է Հովհաննես 12:35։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է։ Քայլեք, քանի դեռ լույս ունեք, որպեսզի խավարը ձեզ չտիրի։ Ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ուր է գնում»։ Երբ որ մեղքը մտավ աշխարհ, աշխարհը հայտնվեց խավարի մեջ, չիմացության խավարի մեջ, որովհետև Աստծո թշնամին ներկայացնում է Աստծուն բոլորովին խեղաթյուրված ձևով, իր նկարագիրը տալիս է Աստծուն, եւ այսպիսով մարդիկ առանց ճանաչելու Աստծուն կամ սխալ ճանաչելով Աստծուն մերժում են Աստծուն, եւ դա չիմացության խավար է, մեղքի խավարն է տիրում մեր աշխարհում, բայց Աստված զոհեց իր որդին եղավ լույս աշխարհում։ Հիսուս ասեց. ես եմ լույսը, եւ եկավ այդ լույսը տվեց մեզ։ Այդ լույսը այսօր հասանելի է մեզ բոլորիս, բայց մեր ընտրության մեջ է, արդյոք մենք ուզում ենք օգտվել այդ հնարավորությունից, թե ոչ։ Ուրեմն Աստվածաշնչի վերջին հայտնություն գրքում Սատանան պատկերված է որպես վիրշապ, որտեղ ցանկանում է ոչնչացնել Աստծո ժողովրդին, եւ նաեւ որպես օձ, որտեղ օգտագործում է իր բոլոր խորամանկությունները մարդկանց մոլորեցնելու համար։ Ուրեմն, երբ որ քրիստոնյաները առաջին քրիստոնեական եկեղեցին եղավ, նա որոշեց բռնությամբ, սպանությամբ ոչնչացնել Աստծո եկեղեցին, եւ այդ ժամանակ նա կատարում էր այսպես կոչված վիշապի դեր, բայց եւ առաջին երկրորդ մեր վարքության առաջին երկրորդ դարերում այդ ահավոր հալածանքները եղան, բայց իր հեճուկս նրա ցանկությունների քրիստոնեական եկեղեցին ավելի մեծացավ, ավելի բարգավաճեց։ Այսինքն փոխարենը այդ Աստծո ժողովրդի այդ տառապանքները մարդկանց հեռացնեին, հակառակը եղավ։ Մարդիկ այդ մեռած քրիստոնյաների արյունը դարավ սերմ, եւ մարդիկ ավելի ու ավելի ընդունեցին քրիստոնեությունը, որտեղ տեսան սեր քրիստոնեության մեջ, որ երբեք չէին տեսել իրենց կյանքում, եւ Սատանան որոշեց իր ռազմավարությունը փոխել, իր տակտիկան։ Նա որոշեց խաբել։ Գիտեք, պատերազմների մեջ էլ այդպես լինում, երբ որ ուժով, զորով կամ սպանություններով չես կարողանում հաղթել, հաղթանակ ձեռք բերել, մտածում ես, օքեյ, մի ուրիշ ճանապարհ գտնում են մի ուրիշ ճանապարհ, խաբեության ճանապարհը, եւ այդպես հասնում են իրենց նպատակին։ Նույնը այդ բոլորը Սատանային է վերաբերում։ Այսինքն ինքը տեսավ, որ բռնությունները չեն խանգարում քրիստոնեության աճմանը, ճշմարտության աճմանը, որոշեց խաբել։ Ինչպես։ Բազմաթիվ հեթանոսներ մկրտվեցին, սակայն առանց աստվածաշնչյան ճշմարտությունների հիմնավոր ուսուցման։
Այսինքն ինքը դրդեց իր ագենտներին, սկզբում դրդում էր իր ագենտներին, որպեսզի սպանեն։ Հռոմը սպանեց շատ քրիստոնյաների, ինչա որ քրիստոնյաները չէին ընդունում իրանց հեթանոս աստվածներին, այլ ճշմարիտ Աստծուն էին պաշտում։ Հիմա նա որոշեց փոխել, ասեց օքեյ, ազատություն տամ իրանց, բայց անեմ մի բան, այսինքն ճշմարտությունը աղավաղեմ, ուրիշ բան հրամցնեմ ճշմարտության փոխարեն։ Եվ տեսեք, արդեն այս դեպքը, որ առանց սովորացնելու հազարավոր մարդկանց էին մկրտում, դա արդեն իսկ դեմ էր Աստծո խոսքին, որտեղ Հիսուս ասեց գնացեք, սովորացրեք եւ մկրտեցեք։ Այսինքն առանց սովորացնելու մկրտում էին մարդկանց եւ ինչ էր դուրս գալի դրանից։ Քրիստոսը ներկայացնում է որպես իրանք ընկալում էին Քրիստոսին որպես աստվածներից մեկը, այսինքն իրանք չէին հրաժարվում իրանց հին հեթանոս աստվածներից կամ եթե նույնիսկ խոսքերով հրաժարվում էին, բայց իրենց սովորություններով, իրանց մտածելակերպով մնում էին նույն հեթանոսը ուղղակի մկրտված, այսպես ասենք, ջրի մեջ մցրած հանած։ Ինչու են մարդիկ սիրում հեթանոսություն, չէ՞ մարդկանց մեծամասնությունը այդ ժամանակ գոնե ավելի սիրում էր մի քանի աստվածների պաշտել, քան թե մի Աստծու։ Ինչու՞։ Որտև հեշտ է։ Այդ աստվածները ոչ մի սրբության արտադրանք, այսպես ասենք, կամ սրբության պահանջ չէին դնում մարդկանց առջև։ Հեթանոսությունը դա մի վայրենի սովորությունների հավաքածու է, նույնիսկ իրանց երեխաներին էին այդ աստվածներին զոհաբերում, այսինքն այսպես կոչեցյալ աստվածները միայն պահանջում են, որ իրանց ծեսերանեն ինչ-որ, շատ անգամ այլասերված ծեսեր էին անում, այսինքն այնպիսի բաներ է պահանջում հեթանոսությունը, որ մոտիկ է մարդկանց սրտին, մարդկանց չվերածնված սրտին, մեղավոր սրտին։ Հեթանոսությունը երբեք չի պահանջում, որ մարդիկ իրանց մեղքերից հրաժարվեն։ Հեթանոսությունը երբեք չի պահանջում, որ իրար սիրեն եւ իրար հետ լավ ապրեն, հաշտ ապրեն մարդիկ։ No։ Հեթանոսությունը ուսում ինչքան ուզում ես հետևիր քո մեղավոր էությանը եւ քեզ զորություն կտամ, այս կտամ, այն կտամ, այսքան հեթանոս, այսպես կոչեցյալ հեթանոս աստվածները։ Եվ պատկերացրեք, որ մարդիկ մկրտվեցին, բայց իրանց մտածելակերպով մնացին նույն մակարդակի վրա, ինչ որ երբ որ հեթանոս էին։ Ուրեմն մոլորությունները հեղվեցին, եկեղեցի, երբ առաջնորդները Սուրբ գրքի ճշմարտությունները խառնեցին տարածված ժողովրդական սորույթների հետ, եւ այդ սորույթները հեթանոսական էին։ 4-րդ եւ 5-րդ դարերը փողզիջումների ժամանակաշրջան էին, երբ եկեղեցու առաջնորդները հեթանոսական սովորությունները միացրին քրիստոնեական ուսմունքին, բայց չնայած սրան շատ անկեղծ քրիստոնյաներ կային, որ հավատարիմ մնացին մաքուր աստվածաշնչյան քրիստոնեությանը։ Նրանք գտել էին Հիսուսին, ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, երբ Սուրբ Հոգու զորությամբ ամուր մնացին, չզիջեցին իրենց խղճի համոզմունքները, նույնիսկ խիստ ճնշումների պայմաններում։ Նրանք հավատարիմ մնացին Աստծո կամքին, որ իրենց հայտնվեց Սուրբ գրքի միջոցով եւ անշեղորեն պաշտպանեցին նրա խոսքի ճշմարտությունը, անկախ ճնշումներից, որ գործադրում էին բացահայտ կամ խորամանկորեն։ Կարդանք Հովհաննես 14:6, 14 գլխի 6 համարը եւ նաեւ 8 գլխի 44 համարը եւ համեմատենք դրանք։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ ճանապարհը, ճշմարտություն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եվ Հովհաննես 8:44 Հիսուսը խոսում է սատանայի մասին, խոսում է փարիսեցիների հետ։
այն ժամանակվա եկեղեցական գործիչների հետ եւ բարձր գործիչների հետ եկեղեցական եւ ինչ է ասում նրանց ասում է ձեր ունեցած հայրը սատանան է որտեղ իրենք ասեն մեր հայրը Աբրահամն է բայց ինքը ասեց ձեր հայրը սատանան է եւ ինչ ձեր հայրը ցանկանում է այդ եք ուզում կատարել այսինքն դուք սատանայի agentներ եք նա սկզբից եւ այդ մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չմնաց որովհետեւ նրա մեջ ճշմարտություն չկա նա միայն ստում է երբ նա ստում է ինքն իրեն է արտահայտում որովհետեւ ստախոս է եւ կեղծիքի հայրը նրանից դուրս եկավ ամբողջ կեղծիկը ստախոսությունը մեղքը ուրեմն այն ինչ ասում է Հիսուսը ճշմարիտ է ինչու որտեղ նա է ճշմարտության հեղինակը ճշմարտությունը բխում է ամենաիմաստուն ամենասեր ամենագետ Աստծո սրտից նա է իրականության եւ ողջ ճշմարտության հիմքը սրան հակառակ սատանան ստախոս է եւ ստության հայրը ինչպես որ երկնքում սկսեց իր ապստամբությունը ստից այսինքն սուտ իլյուզիաներ ստեղծելով հրեշտակների մոտ եւ ուրեմն նա պատրաստ է ամեն կեղծիք խաբեություն ապա տեղեկատվություն եւ ճշմարտության խեղաթյուրում օգտագործել Աստծո ժողովրդին մոլորեցնելու համար ինքը նույն բանը արեց Եդեմում երբ որ Եվային ասաց չէ չեք մեռնի Աստված ասել էր կմեռնեք ինքը ասեց բնավ չեք մեռնի խոսքը այստեղ գնում է այն մահի մասին, որ մարդիկ լիովին ոչինչ անում են, ոչ թե այս առաջին մահի մասին, այսինքն մեղքի վարձքը մահ է, այն մահը, ոչ թե այս մեր առաջին մահը, որ իրականում քուն է, մենք այդ մասին խոսացել ենք, մարդիկ քնած են, ննջեցյալ, ոնց որ ասում են հայերը, և խոսքը գնում է երկրորդ մահվան մասին, երբ որ ընդհանրապես ոչնչանալու են։ Այսինքն բոլոր մարդիկ էլ մեռնում են առաջին մահով։ Բայց այս մարդկանց, ինչպես անցած անգամ ասենք, սպասում է հարություն արդարների համար հավիտենական կյանքի։ Ոչ արդարների համար հավիտենական մահ։ Ուրեմն ինքը ասեց, չէ, չեք մեռնի, այլ աստվածների պես կլինեք, բարին ու չարի գիտացող։ Այո, մինչև դա, ինչպես ասել ենք արդեն Ադամն ու Եվան գիտեին միայն բարին, չարը չգիտեին, բայց այստեղ նաև ուրիշ նրբություններ կա։ Այսինքն այդ բառը կարող է նշանակել նաև բարին և չարը որոշող։ Այսինքն այդ հեղինակությունը, որ միայն Աստծուն է պատկանում, Աստված է մեզ ստեղծել և ինքը միայն գիտի, թե որն է բարին ու չարը մեր համար, մարդը վերցնում է իր վրա։ Սկզբում սատանան վերցրեց, հետո սատանան դրդեց մարդկանց։ Այսինքն մարդը ինքն է որոշում, ինչն է լավ իր համար և ինչն է վատ իր համար։ Եվ դրա հետևանքն է, որ մենք խաղում ենք ամենուր, այսինքն մեղքն է տարածվում, որտեղ մարդը չգիտի ինչն է լավ և ինչն է վատ։ Մարդու ուղեղը շատ սահմանափակ է։ Մարդու ուղեղը սահմանափակ է։ Եվ միայն անսահման Աստված գիտի, մեր ստեղծիչ արեշը, թե ինչն է մեր համար լավ։ Այսինքն սատանան դրդեց մարդկանց չվստահել Աստծո խոսքին, այլ ինքն իրանց խելքով որոշել, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ։ Եվ դարեր շարունակ սատանան կիրառում է նույն ռազմավարությունը, նա խաթարում է վստահությունը Աստծո խոսքի հանդեպ, հակասում Աստծո հայտնած կամքին, աղավաղում Սուրբ Գիրքը և բազմաթիվ անգամներ սխալ մեջ բերում Աստվածաշունչը, եթե դա ձեռնտու է իրեն։ Ինչպես արեց Հիսուսին փորձելուց։ Առակներ 23-23-ը կարդան։ Ճշմարտությունը գնիր և մի ծախիր, գնիր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։ Կարդանք Հովհաննես 17:17 Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Հովհաննես 8:32 կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ։ Այսինքն
Աստծո խոսքը ճշմարտություն է։ Եվ երբ որ մենք ճանաչում ենք ճշմարտությունը, նա ազատում է մեզ, ազատում է ինչից, մեղքից, սխալ պատկերացումներից, խավարից։ Դրա համար սատանան ատում է Աստվածաշունչը։ Էլեն Ուայթ մեծ պայքար էջ 51-ում գրված է։ Սատանան լավ գիտեր, որ Սուրբ գրքի շնորհիվ մարդիկը կարողանան զանազանել իր խաբեություններն ու դիմագրավել ուրիշին։ Ինչու որտեղ Սուրբ գրքում ամբողջ պատմությունը կա, ճշմարտությունը, թե սատանայի մասին, թե Աստծո մասին։ Այդ խոսքով էր հենց, որ նույնիսկ աշխարհի փրկիչը դիմակայեց սատանայի գրողներին, երբ որ փորձվում էր անապատում։ Նրա ամեն հարձակմանը Քրիստոսը պարզեց հավերժական ճշմարտության վահանն ասելով. գրված է, այսինքն գրված է Աստվածաշնչում Աստծո խոսքը։ Թշնամու յուրաքանչյուր առաջարկին նա հակադրեց խոսքի իմաստությունն ու զորությունը, եւ սատանան տեսավ, որ մարդկանց սիրելու եւ պապական զավթողական բռնատիրությունը նրանց վրա հաստատելու համար անհրաժեշտ է ժողովրդին տգիտության մեջ պահել Աստվածաշնչի հարցում։ Իրականում մարդկանց այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչը ուսումնասիրում են, նրանց կոչում են տգետ, բայց իրական չգիտեն, որ իրանք են տգետ, որտեղ չգիտեն ճշմարտությունը, իրական օբյեկտիվ ճշմարտությունը, որտեղ Աստվածաշունչը չեն ուսումնասիրել։ Ոչ թե տգետ մյուս առարկաներից, այլ հենց ճշմարտության տեսակետից, աստվածաճանաչության տեսակետից։ Ուրեմն սատանան պայքարում էր Աստծո խոսքի դեմ, ոչնչացնում, ուզում էր ոչնչացնել այն, որպեսզի մարդիկ չկարդան եւ չիմանան ճշմարտությունը։ Աստծո խոսքը մեծարում է Աստծուն եւ սահմանափակ մարդկանց ցույց է տալիս իրենց իսկական վիճակը։ Ուստի դրա սրբազան ճշմարտությունները հարկավոր էր թաքցնել եւ լռության մատնել։ Կաթոլիկ եկեղեցին որդեգրեց այս տրամաբանությունը, դարեր շարունակ Աստվածաշնչի տարածումն արգելված էր, մարդկանց թույլ չէր տրվում կարդալ այն կամ պահել իրենց տներում, իսկ անսկզբունքային քահանաներն ու գղերականները մեկնաբանում էին այն, պաշտպանելով իրենց հավակնությունները, որոնք են իրենց հավակնությունները, որ Հռոմի Պապը Աստծո փոխանորդն է, որ իրանց բոլոր այդ ինչպես որ իրանց ծեսերը ամեն ինչ ճիշտ է, չէին թողում մարդիկ Աստվածաշունչ կարդային, որովհետև եթե կարդային կիմանային, որ իրական ոչ մի խոստովանահայր պետք չէ, այլ մեր միջնորդը Հիսուսն է։ Մենք Հիսուսի միջոցով ենք ստանում ներումը Աստծուց, ոչ մի մարդ միջնորդ պետք չի դրա համար։ Նաև իրանք ստեղծել են ինդուլգենցիաներ, որոնք ասում են ձեր մեռած հարազատի անունը գրեք եւ շատ թանկ գնով ծախում էին մարդկանց։ Փող էին աշխատում, բիզնես է իրանց համար կրոնը։ Եվ ասում են ձեր այդ մարդու անունը գրեք, ինքը դժոխքից կգնա դրախտ։ Այսինքն ինչպիսի խաբեություն, եթե մարդիկ կարդան Աստվածաշունչը իրար կհասկանային եւ որ փրկությունը ծրի է եւ որ մենք այս կյանքը ունենք միայն ընտրելու փրկությունը եւ մահվանից հետո ոչինչ բան չի կարող փոխվել։ Ուրեմն նրանք ինչ էին անում, ոչնչացնում էին Աստվածաշունչերը, չէին թողում այն մարդիկ, ովքեր Աստվածաշունչ ունեն եւ ուսումնասիրում էին, նրանց համարում էին հերետիկոս եւ հալածում էին, սպանում էին մարդիկ գաղտնի թղթերը տարածում էին, թղթերի գաղտնիության մեջ էին ուսումնասիրում Աստվածաշունչը, որպեսզի չպատժվեն։ Այսպիսով գրեթե ողջ աշխարհի կողմից Պապը ճանաչվեց որպես Աստծո փոխանորդ, օժտված իշխանությամբ, եկեղեցու եւ պետության վրա։ Այսինքն, երբ որ մարդիկ տգետ են Աստվածաշունչի ճշմարտություններից, նրանք անում են իրանց ստրուկ են սարքում մարդու միջոցով սատանայի ստրուկ են դառնում։ Գործ Առաքելոց, կարդան Գործ Առաքելոց 20 գլխի 27-ից 32 համարները։ Որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծո կամքն ամբողջությամբ։ Զգույշ եղեք, սա ասում է Պողոսը գրում է, այսինքն ասում է. զգույշ եղեք ինքներդ ձեզ համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովեք Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի,
իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներն իրենց հետևից տանեն։ Այսինքն, առաջինը ես գիտեմ, որ հափշտակող գայլեր կգան, այսինքն մարդիկ, ովքեր կսպանեն ձեզ, կհալածեն ձեզ ճշմարտության համար։ Դա եղավ առաջին, երկրորդ հարյուրամյակներում եւ դարերում։ Եվ հետո ինչ ասում, ասա նույնիսկ ձեր միջից, այսինքն եկեղեցում մարդիկ դուրս կգան, որ կգնան Աստծո դեմ։ Թյուր բաներ կխոսեն, կաղավաղեն Աստվածաշունչը, որպեսզի ասում են աշակերտները իրենց հետևից տանեն։ Դրա համար էլ արթուն կացեք, հիշելով, որ 3 տարի գիշեր ցերեկ յուրաքանչյուրիդ անդադար խրատեցի արտասուքներով։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խոսքին, որ կարող է կառուցել եւ ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։ Տեսեք ինչ ասում Պողոս։ Ասում արթուն կացեք։ Նույնիսկ եկեղեցում, ոչ միայն դրսում, այլ նաեւ եկեղեցում արթուն կացեք։ Որտեւ հենց եկեղեցում կլինեն մարդիկ, ովքեր կսկսեն աղավաղել Աստվածաշունչով, ովքեր կսկսեն սխալ ներկայացնել ձեզ Աստվածաշունչը եւ տարբեր նկատառումներով։ Մարդը կարող է շատ համոզված է իր վրա, ասում է ես էսպես եմ հասկանում, մյուսը կարող է փողի տեսակետի համար այդպես անի, չես իմանա, բայց ուրեմն կլինեն մարդիկ եկեղեցու մեջ, ովքեր կաղավաղեն Աստվածաշունչը եւ Աստծո խոսքը եւ կխաբեն մարդկանց այս միջոցով։ Եվ դա եղավ կաթոլիկ եկեղեցիներում, ուրեմն եկեղեցի կմտնեն հերձվածողներ, կեղծ վարդապետությունները կփոխարինեն աստվածային ճշմարտություններին, հեթանոսական սովորությունները կգերակշռեն։ 4-րդ եւ 5-րդ դարերում փողզիչումը նրբորեն մտավ քրիստոնեական եկեղեցի, իսկ փողզիչումը ինչի մեջ, հեթանոսության եւ քրիստոնեության։ Առաքելության առաջխաղացման հավանական հիմնավորմամբ, այսինքն հիմնավորումը դա էր, որ ավելի շատ մարդիկ դարձի, բայց այդ մարդիկ իրական դարձի չէին գալի։ Սակայն դրա սարսափելի հետևանքը Աստծո խոսքի ճշմարտություններից շեղվելն էր։ Կարդանք 2-րդ Թեսաղոնիկեցիս 2-րդ գլխի 7-12 համարները։ Որտեւ անօրինության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն իր բերանի շնչով կսպանի ու իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է ամեն տեսակ զորությամբ, նշաններով, սուտ հրաշքներով, ամեն տեսական իրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են, փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրինության մեջ հաճույք ստացան։ Տեսեք, այսինքն ոչ թե անհնար էր ճշմարտություն ընդունել, այլ անօրինության մեջ հաճույք են ստանում, դրա համար չուզեցին ճշմարտությունը ընդունել։ Ուրեմն այն ժամանակ դեռ Պողոս ասում է արդեն գործում է այս անօրինության հոգին։ Նույնիսկ Պողոսի օրերում եկեղեցին աստիճանաբար շեղվում էր Աստծո խոսքի ճշմարտությունից, Աստվորի պետք է հնազանդվել Աստծո օրենքին։ Աստվածաշունչը ասում է անօրենություն, անօրենության խորհուրդ, այսինքն ինչ օրենքի խախտում, անօրենությունը մեղքը, Աստվածաշունչը ասում է մեղքը անօրենություն է։ Այսինքն ինչ էր կատարվելու, Աստծո օրենքը ոտնատակ էր արվելու։ Այդ շեղումը ավելի խորացավ հետագա դարերում, հակառակ երկրորդ պատվիրանի կուռքերը ներմուծվեցին քրիստոնեական պաշտամում, կաթոլիկական եկեղեցում Հույս Մարիամի նկարները, արձանները, նույնիսկ Հիսուսի արձանները։ Այսինքն երկրորդ պատվիրանը խախտվեց եւ նույնիսկ իրանք հանել են իրանց այսպես կոչեցյալ 10 պատվիրաններից հանել են կաթոլիկները։
այս պատվիրանը, որպեսի իրանց անօրությունը չերևա, և պաշտում են կուռքերի, այսինքն այդ նկարներին, այդ արձաններին։ Հազարամյակներ շարունակ կուռքերը բոլոր հեթանոսական կրոնների գլխավոր խորհրդանիշն են եղել, որպեսզի քրիստոնեությունը ավելի ընդունելի դարձնեն քրիստոնեական եկեղեցի մուտք գործող հեթանոսների համար, հեթանոսական աստվածները վերաանվանվեցին, դառնալով այսպես կոչված սուրբեր։ Այսինքն, դուք մինչև հիմա այս աստվածներին եք պաշտում, դա սուտ էր, հիմա այս աստվածներին պաշտեք, տեսեք, այս սուրբը, Սուրբ Մարիամ, Կույս Մարիամը եւ այլն։ Եվ այդ արձանների միջոցով իրանց համոզեցին, տեսեք, թե ինչ նման է հեթանոսությանը, որպեսզի նրանք էլ իբր թե քրիստոնյա դառնան։ Արևի Աստծո պաշտամունքի օրը Կիրակին աստիճանաբար ընդունվեց որպես քրիստոնեական պաշտամունքի օր՝ ի պատիվ հարության։ Այս կեղծ օրը, որը հաստատված չէ Սուրբ գրքում, ընդունվում է նույնիսկ այսօր։ Եվ իրանք հետ կաթոլիկները ասում են, որ իսկական պաշտամունքի օրը շաբաթն է, բայց մենք մեր հեղինակությամբ, այսինքն իրանք իրանց հեղինակություն, իրանց իշխանություն ավելի բարձր դրեցին Աստծո իշխանությունից։ Աստծո խոսքում ոչ մի խոսք չկա շաբաթը փոխարինելու կիրակիով, բայց ասում են մենք այդքան պլոճիկ ունենք, այդքան ռիսկ ունենք, որ Աստծո գլխից վերև ենք թռնում եւ իր օրենքը խախտելով վերցնում ենք մի ուրիշ օրենք դնում։ Եվ այսօր ցավոք շատ եկեղեցիներ հետևում են այդ աղավաղված օրենքին, այսպես ասենք։ Կարդանք Հովհաննես 17 գլխի 15-ից 17 համարները։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Հիսուսը աղոթում է իր աշակերտների մասին. սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտությունը։ Հիսուսը ասում է, որ Աստվածաշունչն է ճշմարտությունը։ Նաև Գործք Առաքելոց 20:32։ Այժմ ձեզ հանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խոսքին, որ կարող եք կառուցել եւ ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբացածների հետ։ Աստվածաշունչն Աստծո կամքի անսխալ հայտնությունն է։ Այն երկնքի ծրագիրն է մարդկության փրկության համար։ Քանի որ եւ 2 Տիմոթեոս 3:16 ասում է. ամբողջ գիրքն Աստվածաշունչ է։ Այն շահավետ է վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար։ Այսինքն Աստվածաշունչը դասագիրք է մեր համար, մեղավորների համար։ Ուրեմն, որպեսի ընդունենք Աստծո խոսքը, մենք պիտի խոնարհ սրտով գնանք։ Եթե մարդը խոնարհ չլինի, եթե ինքը կարծի, որ ինքը կատարյալ է, ինքը ոչ մի հանդիմանություն չի ընդունի, ոչ մի ուղում չի ընդունի եւ չի ուզենա արդար ապրել։ Ասի չէ, իմ կյանքն է արդար։ Այսինքն, ամբողջ գիրքը, ոչ թե դրա որոշ մասերը կամ որոշ մասերն առավել քան մյուսները, ներշնչված է Աստծո կողմից։ Ամբողջ Աստվածաշունչը պետք է ընդունվի որպես Աստծո խոսք։ Հակառակ դեպքում դուռը լայնորեն բացվում է մոլորությունների առաջ։ Աստվածաշունչը հստակ բացահայտում է Աստծո անսահման սերը մեծ պայքարի համատեքստում։ Այն նաև բացահայտում է սատանայական մոլորությունները եւ նենգությունները, դրա համար էլ սատանան, այսինքն Աստվածաշունչի մեջ է ճշմարտությունը սատանայի մասին։ Աստվածաշունչի մեջ է ճշմարտությունը Աստծո մասին, փրկության մասին, փրկության ծրագրի մասին։ Դրա համար սատանան ատում է Աստծո խոսքը եւ դարեր շարունակ ամեն ինչ անում է նրա ազդեցությունը խաթարելու կամ թուլացնելու համար։ Ի վերջո, ինչ կարող ենք մենք իմանալ։ Կարող ենք արդյոք մենք իմանալ փրկության ծրագրի վերաբերյալ առանց Աստվածաշնչի։ Չէ։ Ինչքան մենք կհասկանայինք Հիսուսի ծննդյան կյանքի, ուսմունքի եւ ծառայության մասին, առանց Սուրբ գրքի մենք երբևէ կսկսեինք հասկանալ Քրիստոսի զոհաբերության խորությունը, նրա հարության փառքը, բարեխոսության զորությունը եւ գալուստի վեհությունը։ Այս բոլոր կարևոր ճշմարտությունները բացահայտ ուսուցանված եւ շեշտադրված են Աստծո խոսքում։ Այն եւ միայն այն պետք է լինի վերջնական ու առավելագույն չափանիշը բոլոր սուրբ ճշմարտությունները հասկանալու համար։ Ուստի մենք պետք է միշտ այս կարևորությունը շեշտենք, որ մարդիկ մի հավատացեք ուրիշ բաների,
ամեն ինչը չափեք Աստվածաշնչով։ Աստվածաշունչը ասում է, եթե մի բան չի համապատասխանում իմ էջերում գրածին, ուրեմն դա խավար է, ուրեմն դա ինձանից չէ։ Եվ մենք մարդկանց ուշադրությունը միշտ պիտի դարձնենք Աստվածաշնչի վրա։ Ոչ թե ես ասեցի տենց, այլ Աստվածաշունչը ասեց այդպես։ Երբեք պետք չէ վստահել մարդու խոսքին, մինչև նա չի ասում Աստվածաշունչն է այսպես ասում։ Մենք Աստվածաշնչին պետք է վստահենք, այլ ոչ թե մարդու ասածներին։ Սա է, որ մեր հիմնական այն սպասումները, որ ունի մեզ այս Աստված, բարձրացնել իր խոսքը մարդկանց առջև, այլ ոչ թե մեզ։ Բարձրացնել Աստծո նշանակում է բարձրացնել իր խոսքը, որտեղից մենք պիտի իմանանք Աստծո մասին, եթե ոչ Աստծո խոսքից, այսինքն ճշմարտությունը իմանալ Աստծո մասին։ Եվ նաև կարդանք ուրեմն, քանի որ Սուրբ Հոգին գրվել է ոչ թե այսինքն Սուրբ Հոգին գրվել է մարդկանց միջոցով, տարբեր մարդկանց միջոցով 1600 տարիների ընթացքում տարբեր մասնագիտության են եւ դրանց մեջ կան եւ հովիվներ, եւ թագավորներ, եւ տարբեր մասնագիտության մարդիկ, բայց նրանք բոլորը գրել են, կարծես թե մի հոգի գրած լինի Աստվածաշունչի, որտեղ դրանք բոլորը գրել են Սուրբ Հոգու ազդեցության ներքո։ Եթե այդ գիրքը գրված է Սուրբ Հոգու ազդեցության ներքո, հեղինակ Աստվածն է, ուրեմն մենք պիտի հրավիրենք Սուրբ Հոգուն, որպեսզի նա մեզ բացատրի։ Իսկ երբ մենք դա կանենք, երբ որ խոնարհ կլինենք, երբ որ հասկանանք, որ մենք մեր սահմանափակ ուղեղով չենք կարող ընկալել Աստվածաշունչի ճիշտ, այլ միայն իր հեղինակը Աստված կարող է մեզ բացատրել, Սուրբ Հոգին Աստծո ներկայացուցիչն է։ Եվ գիտեք, երբ որ մարդ գիրք է կարդում, ինչ որ մի գիրք, եւ միտեղ կա, որ չի հասկանում, ասացեք խնդրեմ, ով ամենալավը կբացատրի այդ մարդուն, թե ինչ է գրած այդ գրքի մեջ, եթե ոչ ինքը հեղինակը։ Եթե մարդ հնարավորությունն է, կզանգի կամ կգնա հեղինակի մոտ, կասի, «Էս ինչ նկատի ուներ այստեղ, որ գրել ես»։ Եվ հեղինակը կպարզաբանի, թե ինչ նկատի ուներ։ Այսինքն ինքը Աստվածաշունչը, ինքը Աստված է պարզաբանում Սուրբ Հոգու միջոցով։ Աստվածաշունչը հայտնություն է եւ Սուրբ Հոգին է, որ կարող է այդ հայտնությունը հասցնել մինչև մեր ուղեղը եւ սիրտը։ Ուրեմն Սուրբ Հոգին աշխատում է մեր մտքի միջոցով։ Նա հրավիրում է բացահայտելու տիեզերքի առեղծվածները, ինչ որ մեկը տեղին է ասել, թե որպես քրիստոնյաներ մենք չենք թողնում մեր ուղեղը եկեղեցու դռան մոտ։ Այդուհանդերձ միայն մարդկային վառ բանականություն անգամ ի վիճակի չէ բացահայտելու Սուրբ գրքի աստվածային ճշմարտությունները։ Ճշմարտությունը մարդկային կարծիքի հարց չէ, այն աստվածային հայտնության հարց է։ Կարդանք Առակաց 16:25։ Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ Այսինքն մարդը որոշում է իմ համար լավ այս ճամփով գնամ, բայց վերջին պարզվում է, որ դա մահվան ճանապարհ էր եւ արդեն ուշալի է։ Դատավորաց 21:25 համար։ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար, ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։ Այսինքն անարխիա, այդպես է կոչվում, ով ինչ ուզում անում էր, ով ոնց ուզում ուզում վնաս էր տալի։ Այսինքն երբ որ մարդը ինքն է որոշում, թե ինչն է սխալ, ինքը ճիշտ, ինչը ճիշտ, գալիս է ուժի իշխանություն, ով որ ուժեղ է, ասում է ես եմ ճիշտ, ինչպես հայտնի առակում ասում է, չէ, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Ուրեմն այս սկզբունքով է, երբ որ մարդիկ հույսը դնում են իրանց մտածելակերպի, իրանց ճշտության վրա, այդ սկզբունքով է սկսում աշխատել։ Այսինքն, եթե անարխիա է սկսում, տուժում են բազմաթիվ մարդիկ, ողբերգություններ են կատարվում։ Եվ հետո շուռ են գալի ասում են Աստված, հադուր ես։ Կարդանք նաև
Եսայա 53:6 Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Այսինքն, ինչու ենք մենք այսօր մեղքի մեջ, որտեղ մոլորվել ենք ճշմարտությունից, չգիտենք ճշմարտությունը եւ մոլորված գնում ենք, բայց Աստված մեզ հնարավորություն շանս տվեց նորից իմանալու ճշմարտությունը։ Այսօր ինչպես երբեք մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը, որտեղ Աստվածաշունչը ազատ է։ Իհարկե ոչ Չինաստան, ոչ որ երկիրներ կան, որ ոչ, բայց հիմնականում շատ երկրներում ազատ է, բայց մարդիկ չեն ուզում բացել եւ կարդալ Աստվածաշունչը, ալարում են իրանք Սուրբ Հոգու միջոցով հասկանան եւ վստահում են մարդուն, որը կարող է շատ հանգիստ մոլորեցնել։ Այսինքն կարդալ եւ իր ձևով մեկնաբանել։ Ուրեմն ընդունենք այս շանսը մեզ տրված է, որ մենք ճշմարտությունը իմանանք եւ հասկանանք։ Ճշմարտությունը մենք կարող ենք իմանալ միայն Աստվածաշնչից։ Եվ մենք այդ հնարավորությունը ունենք, չկորցնենք այդ հնարավորությունը։ Բացեք ձեր Աստվածաշնչերը, ուսումնասիրեք, թողեք, որ Աստվածաշունչը ինքը իրան բացատրի։ Սատանայի արդյունավետ խաբեություններից մեկն այն է, որ դրդի հավատալու, որ Սուրբ Հոգու կողմից չաջակցվող եւ Աստծո խոսքից անտեղյակ մարդկային բանականությունը բավարար է Աստծո կամքը հասկանալու համար։ Կա ճանապարհ, որը մեզ կամ նույնիսկ ամբողջ մշակույթների ճիշտ է թվում, բայց այն լիովին սխալ է Աստծո տեսանկյունից։ Մի քանի տարի առաջ, ուրեմն Մարկ Ֆիլին այստեղ օրինակ է բերում, որ մի քանի տարի առաջ իրան գնացել է ինչ որտեղ հյուրանոցում էին մնում, հյուրանոցի մոտ կար անտառ եւ ինքը ասում է, որ ինքը շատ է անտառներում եղել եւ լավ կողմնորոշվում է անտառներում եւ կնոջ հետ գնում են այդ անտառ, բայց հետո պարզվում են, որ մոլորվել են եւ Փառք Աստծո, որ իրանց հանդիպում են տուրիստներ, որոնք իմանում են ճանապարհը եւ պարզվում է, որ իրանք 9 կիլոմետր շեղվել էին եւ երբ որ դուրս են գալի այդ տուրիստների ավտոյի, չգիտեմ, ավտոբուսով թե ավտոյով, իրանք վերադառնում են նորից, այսինքն իրանք այդ տուրիստները իրանց ավտոյով տանում են նորից իրանց դեպի իրանց հյուրանոցը։ Այսինքն գտնվեց մեկը, որ գիտեր ճանապարհը եւ կարողացավ իրանց վերադարձնել իրանց հյուրանոց։ Եվ այդ մեկը մեր կյանքի ճանապարհում Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին Աստծո ներկայացուցիչն է։ Սուրբ Հոգին է մեզ բացատրում Աստվածաշունչը, երբ որ կարդում ենք խոնարհ սրտով։ Գիտեք, մարդիկ կան կարդում են, որպեսզի իրանց սկզբունքները առաջ տանեն, իրանց սխալ սկզբունքները հաստատեն Աստվածաշունչի միջոցով։ Բայց այդ մարդը ձեռնունայն կգնա փրկություն չստացած, որտեվ մենք շատ ենք հեռացած Աստծո սկզբունքներից եւ մենք պետք է թույլ տանք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, մեր միտքը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ճշմարտությունը։ Աստված մեզ մենակ չի թողել երկրից երկինք մեր ճանապարհության ժամանակ։ Սուրբ Հոգին մեզ ուղղորդում է, չէ՞ որ Հիսուսը խոստում տվեց, ասեց ես ձեզ որ չեմ թողի, Սուրբ Հոգին կուղարկեմ, այսինքն ձեզ ես էի ձեր առաջնորդը, էլի ձեր առաջնորդն եմ, բայց ես գնում եմ ձեր համար, որպեսզի ձեր համար միջնորդեմ, ձեր փրկության համար, իսկ ձեզ կառաջնորդի այստեղ երկրի վրա փրկության բոլոր հարցերի մեջ Սուրբ Հոգին Աստծո ներկայացուցիչն է։ Ուրեմն Սուրբ Հոգին մեզ ուղղորդում է դեպի Աստվածաշունչը, որն իր հերթին դեպի տուն է առաջնորդում մեզ, երկնային տուն։ Ճշմարտությունն ու մոլորությունը, ճիշտն ու սխալը, բարին ու չարը կարող են ճիշտ ընկալվել միայն Աստծո խոսքի լույսի ներքո։ Այն, ինչը հակասում է Աստծուն եւ նրա խոսքին, սխալ է, եւ սխալը միշտ վտանգավոր։ Ուզում եք անվտանգ ապրել, վստահեք Աստծո խոսքին եւ այդպես շարժվեք։ Այն, ինչ ներդաշնակ է Աստծո հետ, ճշմարտություն ու բարություն է։
Որքան կարևոր է, որ մենք Աստծո խոսքը դարձնենք ճշմարտության ու բարոյականության մեր վերջնական ուղեցույցը կամ չափանիշը։ Կարդանք երկրորդ Կորինթացիս 4-րդ գլխի 3-ից 6 համարները։ Իսկ եթե մեր ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի Աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծո պատկերն է, որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, եւ մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։ Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության, ծագեցրեց Աստծո փառքի գիտության լույսը, մեր սրտերի մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Ուրեմն այստեղ մենք ինչ ենք իմանում, որ ուրեմն այստեղ հունարեն միտք բառը նոեման է։ Այն բառացիորեն նշանակում է մեր ընկալումը կամ մտավոր ունակությունները։ Այսինքն Քրիստոսի եւ սատանայի բախումը պայքար է մարդկանց մտքերի համար։ Մտքերի միջոցով է ամեն ինչ տեղի ունենում։ Կարդանք մի քանի համարներ։ Հռոմեացիս 7:23 Բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ եւ ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ 25 համարը Աստծուց շնորհակալ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, արդ ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին եմ ծառայում։ Առաջինը սկսում է մտքից։ Նաև կարդանք Հռոմեացիս 12:2-ը եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ։ Նորից մտքի առաջինը պետք է նորոգվի միտքը, որպեսզի հետո հետևանքները գնան, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Եթե մեր միտքը չնորոգվի, մենք չենք կարող դա հասկանալ։ Եթե մենք թույլ չտանք Աստծուն նորոգել մեր միտքը։ Եվ նաև երկրորդ Կորինթացիս 3-րդ գլխի 14 համարը բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր 5 կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու եւ 11 գլխի 3-րդ համարը, բայց վախենում եմ, որ ինչպես օծն իր խորամանկությամբ եւ այն խաբեց, այնպես էլ ձեր միտքը ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած այն միամտությունից կամ մաքրությունից։ Նաև Ֆիլիպեցիներ 2-րդ գլխի 5-րդ համարը թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, խոհեմությունը, որ մտքի հետ է կապված։ Նաև 4-րդ գլխի 7-8 համարները, նույն Ֆիլիպեցիս 2-րդ գլխի, նույն Ֆիլիպեցիս 4-րդ գլխի 7-8 համարները։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գյուղելի է, այն մտածեք։ Որտեղ մտածելուց է սկսում գործելը, միտքը դառնում է խոսք, խոսքը դառնում է գործ։ Հովհաննես 5:39 Դուք քննում եք Սուրբ Գիրք նկարծելով, թե դրա մեջ է գտնելու հավիտենական կյանքը, սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Այսինքն դուք քննում եք Աստծո խոսքը, բայց չեք ուզում ընդունել ինձ, բայց այդ Սուրբ խոսքը, որ դուք քննում եք, հենց իմ մասին է վկայում, այդ ամբողջ գիրքը իմ մասին է, Քրիստոսն է ասում։ Ուրեմն Սատանայի հիմնական գործը մարդկանց մտքերը կուրացնելը կամ մթագնելն է։ Նա մարդկանց հետ է պահում Աստծո խոսքի ուսումնասիրությունից, խաթարելով մտքի ունակությունները մարմնի եւ հոգու ավելորդ պահանջմունքների միջոցով, միտքը լիովին զբաղեցնելով այս կյանքի բաներով եւ դիմելով հպարտության եւ ինքնավսեմացման արատներին։ Կորչողների դեպքում գիտության բացակայությունը պայմանավորված չէ այն բանով, որ նրանք չեն կարողացել իմանալ, այլ որ չեն ուզեցել իմանալ։ Պատճառն այն է, որ նրանք չեն տիրապետում այդ գիտությանը, շատերն ունեցել են ճշմարտություն իմանալու բոլոր հնարավորությունները։ Աստված անաչառ է։
նա բոլորին տալիս է հնարավորություն Աստծո ճշմարտությունը իմանալու։ Սակայն նախընտրել են չհավատալ եւ սատանան կուրացրել է նրանց աչքերը, հոգեվոր աչքերը։ Սատանայի թագավորությունը խավարի թագավորություն է։ Ավետարանը միակ միջոցն է, որով կարող են բացահայտվել սատանայի դիվային ծրագրերն ու մոլորությունները եւ որով մարդիկ կարող են տեսնել խավարից դեպի լույս տանող ճանապարհը։ Նոր կտակարանյան լուրի էությունը Հիսուսի կյանքը, ման ու հարությունն է։ Հիսուս ավետարանի սիրտ ու սուրբ գրքի կենտրոնն է, ինչպես ամբողջ գիրքը վկայում է նրա մասին, ինչպես որ ինքը ասեց այդ փարիսեցիներին, որ դուք ուսումնասիրում եք Աստծո խոսքը եւ այդ խոսքը ամբողջ Աստվածաշունչի մասին է վկայում։ Եվ վերջում կարդանք Հովաննեսի գրքից առաջին գլխի 4-րդ համարը, 5-րդ համարը, 9-րդ համարը։ Եվ նաև 14-րդ համարը։ Կյանքը նրանով էր, եւ կյանքը մարդկաց լույսն էր։ Այսինքն սատանան կուրացում է դեպի խավար է տանում մարդուն, Քրիստոսը դեպի լույսն է տանում, եթե մարդը թույլ տա ինքը։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, իսկ խավարը նրան չտիրեց, այսինքն Հիսուսին չտիրեց։ Ճշմարիտ լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով արարվեց, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Եվ 14 համարը, եւ բանը մարմին դարձավ, ում մեջ բնակվեց, եւ տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը լի շնորհով եւ ճշմարտությամբ։ Հիսուսը լիովին ապացուցեց, որ ինքը լույսն է։ Եվ սատանան լիովին ապացուցում է, որ ինքը խավար է։ Ընտրությունը մերն է, մենք ուզում ենք գնալ սատանայի հետևից եւ հոգեվոր քույրեր լինել, թե ուզում ենք գնալ լույսի Քրիստոսի հետևից եւ լուսավորվել եւ վերջի վերջո ստանալ փրկություն, առաջինը փրկություն մեղքից եւ երկրորդը փրկություն այս մեղավոր աշխարհից, որպեսզի հնարավորություն ունենանք ապրել հավիտենական կյանքում առանց խախտելու այդ կյանքի խաղաղությունը։ Քրիստոնեական եկեղեցու վաղ դարերի ընթացքում նոր կտակարանի հավատացյալները կատարելապես նվիրված էին Քրիստոսին, ով իրենց լույսն էր խավարի մեջ։ Նրանք փրկագնվում էին նրա շնորհով, փոխակերպվում նրա զորությամբ եւ խթանվում նրա սիրով։ Նույնիսկ մահը չէր կարող քանդել նրանց հավատարմության կապը Քրիստոսի հանդեպ։ Նրանք ճանաչում էին սատանայի խաբեություններն ավետարանի փառահեղ լույսի ներքո։ Քրիստոսը միշտ ունեցել է մարդիկ, որոնք իր շնորհով արիաբար պաշտպանել են նրա ճշմարտությունը։ Այս վաղ դարերում Քրիստոսի սիրո, շնորհի եւ ճշմարտության լույսը փայլեց խավարի մեջ։ Եվ վերջում կարդանք մեծ պայքար, Էջ 56-57։ Ճշմարտության հանդեպ ատելության եւ ընդդիմության նույն հոգով են ներշնչված եղել Աստծո թշնամիները բոլոր դարերում, եւ նրա ծառաներից պահանջվել է պահպանել միևնույն զգոնություն ու հավատարմությունը։ Առաջին աշակերտներին ասված Քրիստոսի խոսքերը վերաբերվում են նրա բոլոր հետևորդներին մինչև աշխարհի վերջը, ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում։ Արթուն կացեք։ Մարկոս 13:37։ Թող Աստված մեզ օրհնի, որ մենք այս գալիք շաբաթվա մեջ ամեն օր արթուն կենանք ճշմարտության մեջ, որ մենք ամեն մի քամուց չտարուբերվենք, որ մենք ոչ թե մարդկանց սկզբունքներին, մարդկանց ուսմունքներին վստահենք, այլ Աստծո ուսմունքին։ Տարբերենք ճիշտը սխալից։ Ինչպես կարող ենք տարբերել միայն Աստվածաշունչը ուսումնասիրելով։ Գիտեք, մենք գիտենք, որ շատ կեղծ դոլարներ են արտադրվում եւ պետք չէ ամեն մի կեղծ դոլարը վերցնել ուսումնասիրել, որ իմանալ է կեղծա թե չի։ Հերիք է միայն իմանալ, թե որն է իսկական դոլարը, ոչ կեղծը, եւ արդեն
գիտեք խանութ որ գնում ենք դոլարը տալիս ենք իրանք մի հատ sense գիծ են քաշում եւ ստուգում են լույսի տակ, այսինքն իրանք ունեն մի ձև որ ստուգեն դա կեղծ է թե ոչ, մեր հոգևոր կյանքում այդ ստուգումը կատարվում է Աստվածաշնչի միջոցով ամեն օր գալիք շաբաթվա մեջ տրամադրեք Աստծուն, Աստծո խոսք ուսումնասիրելուն եւ երբ որ դուք տեսնում եք որ մարդիկ ձեզ սորեցնում են հակառակը, ձեզ սորեցնում են այն ինչ որ Աստվածաշնչին համաձայն չէ, քաջություն ունեցեք նրանց ասելու այդ մասին եւ քաջություն ունեցեք հետևելու Աստծո խոսքին, այլ ոչ թե նրանց թեկուզ եւ միգուցե դուք ինչ որ շահ եք փնտրում այդ մարդկանց հետևելուց նյութական շահ, այսպես ասեմ so կարևորը այս կյանքում նյութական շահը չէ, այլ հոգևոր շահն է Աստված մեզ չի նեղացնում նյութական տեսակետից, եթե մենք հավատալու ենք իրեն so դուք ոչինչ չեք կորցնում ընտրելով ճշմարտությունը եւ Աստծուն Թող Աստված մեզ օգնի այս գալիք շաբաթում մեր կապը ամուր պահենք ամեն օր Աստծո հետ, իր խոսքը կարդալով, իր հետ զրուցելով եւ դա մեզ հեռու կպահի սատանայի նենգություններից եւ մեքենայություններից Թող Աստված մեզ օգնի մինչեւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ